Հայաստանի պատմության թանգարանում երկարատև դադարից հետո վերաբացվել է Հայաստանը 15-ից 18-րդ դարերում հատվածը։ Ցուցադրությունը համալրվել է նոր նմուշներով։ Բացումը տեղի ունեցավ մայիսի 17-ի երեկոյան թանգարանային գիշերվա միջոցառումների շրջանակում։ Ժամանակի կարևոր պատմական իրադարձությունները ներկայացված են հենց այդ դարերում ստեղծված նմուշների և առարկաների միջոցով։ Ցուցադրության սկզբում 15-րդ դարում Կիլիկիայի Սիս քաղաքից Սուրբ Էջմիածին կաթողիկոսական աթոռի վերահաստատման պատմությունն է։ Այս իրադարձությունը փոխեց թե հայ եկեղեցու, թե Արևելյան Հայաստանի պատմության ընթացքը։ Ասպատակված Հայաստանը եկեղեցու շուրջ համախմբված սկսեց ոտքի կանգնել։ Այն ազգային ինքնության դերը, այն ներշնչում էր յուրաքանչյուրին իր ինքնության գաղափարը, դա էր, որ կրում էր եկեղեցին եւ կարծում եմ մինչեւ այսօր այն պահպանում է այդ նշանակությունը եւ բացի դրանից ասում եմ նաեւ ուներ համախմբող դեր համայն աշխարհի հայության համար։ Եկեղեցին վերաբերցրել մի շարք հարցեր, նաև այդ ժամանակ եկեղեցական մի շարք գործիչներ նաև Հայաստան ազատագրելու հարցը, ուղիները մշակելու, ուղիներ գտնելու, եկեղեցականները կոնկրետ վերցնում էին իրենց վրա նաև այդ ծանր բեռը, այդ ծանր հոգսը գտնելու ճանապարհներ Հայաստանը ազատագրելու ուղիներ։ Ցուցադրությունը 3 հիմնական մասից է բաղկացած։ Դրանք ներկայացնում են պատմական երևույթները, նաև ժամանակի ոգին։ Այստեղ է Տաթևի վանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դուռը, ստեղծված 1614 թվականին դրվագված խաչքարային հորինվածքով։ Թանգարան է բերվել 1931-ին։ 1448-ին Սևանավանքում տեղադրված թևավոր խաչն է, կողքին Սևանի Առաքելոտ եկեղեցու դռներից մեկը, դարձյալ ստեղծվել է 15-րդ դարում։ Միափեղկ դռան վրա տերունական տեսարաններ են քանդակված։ Մեր այցելուները հնարավորություն կունենան տարբեր շերտերով զգալ այս ժամանակ սկսած շրջանի հին դրամներից, դրամական հավաքածուներից, մինչև այս հիասքանչ եկեղեցական վարագույրն ու կաթողիկոսական գահավորակը, պատմական եվրոպացի ճանապարհորդների թողած այդ պատկերները, քարտեզներ, տպագրություն, մանրանկարներից հատվածներ։ Այդ դարերին նաև Հայաստանից դուրս ձևավորված գաղթօջախներում ժողովուրդն ապրում էր, զարգանում, պահպանում ինքնությունը։ Այդ մասին են պատմում գաղթօջախներում ստեղծված նմուշները։ Դրանց մեջ տպագիր եւ ձեռագիր գրքեր կան, եկեղեցական պարագաներ, հանդերձներ։ Այստեղ է նաև Արևելյան Հայաստանում առաջին տպարանի հաստատման մասին քարե արձանագրությունը։ 1771-ին Էջմիածնում Սիմեոն Երևանցի հայրապետը հիմնեց տարածաշրջանի առաջին տպարանը։ Փորձում էին փրկել, պահպանել մեր ինքնությունը, փորձում էին զարգացնել կրթությունը, փորձում էին զարգացնել տպագրությունը։ Այս հատվածում կարևոր էր նաև հենց մայր հայրենիքում ծավալած գործունեությունը ներկայացնել եւ իզուր չի, որ այս տպարանի հիշատակությունը ուղղակի դեմ հանդիման ներկայացված է հենց Սիմեոն Երևանցու կաթողիկոսական գահի։ Հայրապետական գահի գլխավերևում 17-րդ դարի ֆրանսիացի ճանապարհորդ Շարդենի պատկերած Էջմիածինն է, պարսպապատ մայրաթոռը իբրև հայոց մարգարիտ։ Որոշ ցուցանմուշներ թանգարանում են հայտնվել գրեթե 100 տարի առաջ։ Թանգարանային նմուշ դառնալուց առաջ զարդարել են 1930-ականներին Երևանի կենտրոնում պայթեցված եկեղեցու Պողոս Պետրոսի պատերը։ Եկեղեցուց 3 որմնանկար է փրկվել։ Նաև 17-րդ դարի մարմարե փոքրիկ կոթող, որ ագուցված է եղել, եկեղեցու արևելյան պատին եւ արձանագրություն է կրում։ Որմնանկարները նորոգվել են ցուցադրությունից առաջ։ Վերականգնման ընթացքում բացահայտվեցին նաև տարբեր շերտեր, ավելի ուշ շրջանի ավելացումներ, որոնք հենց այդպես էլ ներկայացված են, կարող եք տեսնել այնտեղ, այս տարբեր շերտերը բոլորոնք թողված են եւ խնդիրը նրանում էր, որ մենք կարողացնանք հնարավորինս նաև ժամանակի ամբողջ այս շերտերը իրենց տարբեր կողմերով ներկայացնել եւ նաև փրկված այս մասունքները հասանելի դարձնել մեր հանրությանը։ Հայաստանում 3 դարերի կյանքը, մշակույթը, անցուդարձը ներկայացնում են նաև թանգարանային նոր տեխնոլոգիաները։ Դրանք հնարավորություն են տալիս բացահայտելու, ճանաչելու ժամանակը մեզ հասած իր տարբեր շերտերով։ Հերմինե Հակոբյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։